նորից նստենք։ Այսօր ես ձեզ հրավիրել եմ քննարկելու ճանապարհային երթևեկության կանոնների հետ կապված խնդիրներ։ Կարծում եմ ժամանակն է, որպեսզի մենք որոշակի արդյունքներ բերենք, տեսնենք դրականը, տեսնենք նաև թերություններն ու բաստողումները ու նաև նախանշենք այն ճանապարհները, որոնք կվերացնեն այդ թերությունները եւ ես խնդրում հստակություն կմտցնեն։ Բոլորը հիշում եք, որ երբ որ սկսեցին տեղադրվել այդ տեսախցիկները, այդ թվում նաև արագաչափերը, միանգամից այդ սարքավորումների գրանցումները այնքան շատ էին, որ ոմանց մոտ տարակուսանք առաջացավ, բայց մասնագետները ասում էին, որ շատ կարճ ժամանակաշրջանում այդ թիվը անկում կապրի եւ այդպես էլ եղավ։ Որոշ ժամանակ հետո 70%-ով կրճատվեցին այդ գրանցումները, իսկ դա ասում է այն մասին, որ եթե ոչ 70%-ով, ապա զգալիորեն կրճատվեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Բայց այս գործընթացը այնպիսին է, որ եթե ամենօրյա ուշադրություն չդարձնենք, մեր ձեռքբերումները կարող են կարճ ժամանակում իջիկ դառնալ եւ արդյունքում մենք կունենանք զուտ նպատակ տուգանքներ հավաքելու։ Ոստի կարծում եմ, որ մենք շատ կարևոր խնդիր պետք է լուծենք։ Պետք է կարողանանք մթնոլորտ փոխել։ Սա ամենակարևորն է։ Եվ պետք է կարողանանք դրական վերաբերմունք ձևավորել ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների մոտ հենց այդ գրանցումների հետ կապված։ Առաջինը, որ վարորդը պետք է ջղայնանա, ասի, որ ես եմ սխալվել, հասկանա, որ դա արվում է առաջին հերթին հենց իր անվտանգությունը ապահովելու, ուրիշների անվտանգությունը ապահովելու համար։ Դա արվում է նրա համար, որպեսզի մեր մայրաքաղաքի, մեր հանրապետության հյուրերը իրենց զգան ապահով, որպեսզի տեսնեն կարգ կանոնը, որ կա մեր հանրապետությունում, մեր Երևանում։ Բայց որպեսզի մենք կարողանանք սրան հասնել, երկու կարևորագույն խնդիր պետք է լուծենք։ Երկուսն էլ կապված են արդարության հետ։ Առաջինը մենք պետք է կարողանանք տարբերակել կոպիտ խախտումները այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ եւ նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց։ Մեկ անգամ եւս կրկնում եմ, տուգանքները ընդհանրապես միջոց են մեր նպատակին հասնելու համար։ Տուգանելը նպատակ չի։ Ես նկատի ունեմ այդ չնչին խախտումներ ասելով առաջին հերթին օրինակ, այսպես ասած, այդ ղոծգծերի տրորումը։ Նույն ուղղությամբ շարժվող մեքենաների համար նախատեսված հատվածում միջև Խաչմերուկ հասնելու այդ ղոծգծերից չգիտեմ դրանց տրորելը այդքան շատ մեծ խախտում է, թե չէ։ Ամենայն դեպս մասնագետների հետ պետք է խորհրդակցել, տեսնել, արդյոք մեր ճանապարհներին, մեր մայրուղիներին մենք մոտեցել ենք ուշադիր եւ այդ բոլոր գծանշանները արել ենք կարգ ու կանոն եւ հարմարավետություն ապահովելու համար, թե ուղղակի արել ենք, որպեսզի ավելի շատ խախտումներ լինեն։ Սա շատ կարևոր խնդիր է։ Եվ երկրորդ խնդիրը։ Ակնհայտ է, որ մարդկանց պետք է նյարդայնացնի, երբ որ իրենք կանգնած են շարքում, ավտոմեքենաների շարքում, եւ հանկարծ կողքից ինչ-որ մեքենաներ մեծ արագությամբ շարժվում են, գնում են, եւ այդ մեքենաները հաճախ կոչվում են, այսպես ասած, օպերատիվ մեքենաներ, որոնք արտոնություն ունեն, եւ ի զարմանս ինձ
Այդ մեքենաների թվում շատ են արտասահմանյան համարներով մեքենաները։ Այսինքն արտասահմանյան համարներով մեքենաները ինչի՞ պիտի արտոնություն ունենան մեր երկրում։ Ի՞նչն է պատճառը։ Կամ մեր երկրում ինչու՞ պիտի այդքան շատ լինեն, այսպես ասած, օպերատիվ ավտոմեքենաները կամ օպերատիվ համարանիշներ ունեցող ավտոմեքենաները։ Ինչ է, մենք այդքան օպերատիվ աշխատողներ ունենք եւ ամեն օպերատիվ աշխատող անպայման պետք է այդպիսի մեքենայով շարժվի։ Բարձրորս մարդկանց պետք է ներվայնացնի։ Եվ շատ ակնհայտ է, չէ՞, եթե բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները կամ ընտանիքի անդամները երթևեկում են այնպիսի մեքենաներով, որոնց համարանիշները վերցված են մեկ այլ մեքենաներից։ Անհասկանալի է։ Այս խնդիրները ուսումնասիրելու համար ես նախագահի վերահսկողության ծառայությանը դեռևս հունիս ամսին հանձնարարել էի ամբողջական ուսումնասիրություն անցկացնել եւ ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները։ Հիմա մենք կլսենք պարոն Հովսեփյանի ուսումնասիրությունների արդյունքները, վերջում անշուշտ կլինեն հանձնարարականներ, կլինեն միջոցառումներ, որոնք մենք կարճ ժամանակում պետք է իրականացնենք, որպեսզի գոնե այս փուլում մենք հասնենք միջանկյալ արդյունքների եւ բոլորը տեսնեն իրոք մեր նպատակի առկայությունը եւ ոչ թե առաջին պլան մղեն միջոցը, այսինքն տուգանք։